Ողջունում եմ մեր բոլոր հեռուստադիտողներին, ովքեր այս 3 ամիսների ընթացքում մեզ հետ էին։ Դուք դիտում եք «Տուն-տեղ» հեռուստանախագծի 11-րդ հոբելյանական եթերաշրջանի նախավերջի թողարկումը։ Դե ինչ, այս եթերաշրջանի ընթացքում վստահ եմ դուք շատ նոր բաներ սովորեցիք։ Շնորհակալ եմ, որ մասնակից դարձաք մեզ հետ բազմաթիվ իրադարձություններին եւ վստահ եմ, որ այս բոլոր փորձառությունները օգտագործելու եք ձեր սեփական վերանորոգման, կահավորման եւ ձևավորման համար։ Դե ինչ, բարի եթեր մեզ, իսկ ձեզ բարի դիտում։ Այս եթերաշրջանում «Տուն-տեղ» հեռուստանախագիծը շարունակեց համագործակցությունը մեր գլխավոր հովանավոր United Technical Service ընկերության հետ, Grohe մասնագիտացված կենտրոնով։ Այս եթերաշրջանի ընթացքում մենք հեռուստատեսային նոր ձևաչափով ցուցադրեցինք ընկերության ապրանքատեսականին, ինչպես նաև անդրադարձ կատարեցինք նոր ապրանքներին եւ հանդիպումներ ունեցանք ընկերության բազմաթիվ ներկայացուցիչների հետ։ Այս տարի մեր ընկերությունը նշում է իր 100-ամյակը եւ այսօր ես ձեզ կպատմեմ մեր ընկերության պատմությունը։ Տոգս ընկերությունների խումբը, որի պատմությունը սկսվել է Հունաստանում 20-րդ դարի սկզբին, հրավիրում է ձեզ ճանապարհորդության, դեպի շքեղության, անթերի ճաշակի եւ արդիական ոճային լուծումների աշխարհ, տան տեքստիլի աշխարհ։ Օգտագործելով բարձրագույն որակի գործվածքներ եւ նյութեր, Տոգսը ստեղծում է տան տեքստիլի յուրահատուկ հավաքածուներ, որոնք կարող են փոխել ձեր պատկերացումը տեքստիլ դեկորի մասին։ Տոգսը եվրոպական բրենդ է գրեթե մեկդարյա պատմությամբ։ 1926 թվականին Աթենքում հիմնադրված Տոգս տեքստիլի տունը այսօր արտադրության առաջատարներից է եւ տան տեքստիլի աշխարհում նորաձև միտումների թելադրողներից։ 2026 թվականին Տոգսը նշում է իր 100-ամյա հոբելյանը։ Այս կարևոր փուլը կնշանավորի զարգացման նոր շրջան, նոր խանութ-սրահների բացման եւ մեր միջազգային ներկայության զգալի ամրապնդում աշխարհում։ Հոբելյանին ընդառաջ մենք պատրաստում ենք հատուկ սահմանափակ հավաքածուներ, որոնք կարտացոլեն մեր փիլիսոփայությունը եւ արժեքները։ Մեզ համար 100-ամյակը ոչ միայն տոն է եւ կարևոր սահմանագիծ, այլև հիմք ապագա ձեռքբերումների համար։ 1926 թվական Տոգս ընկերության հիմնադրում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո երիտասարդ տաղանդավոր Իլիաս Տոգսը բացում է փոքր ատելյե, որտեղ աշխատում է որպես դերձակ։ 1945 թվական բացվում է Տոգս տեքստիլի տունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Իլիաս Տոգսը իր արտադրությունը համալրում է մանրածախ խանութներով, որոնք առաջարկում են նաև անհատական կարի ծառայություններ։ 1970 թվական Տոգսի առաջին տեքստիլ հավաքածուն։ Բիզնեսը փոխանցվում է Տոգսի որդիներին՝ Պավլոսին եւ Դիմիտրոսին։ Օգտագործելով գործարանի հզորությունները եւ հորից ստացված եզակի գիտելիքները,
Նրանք ստեղծում են ասեղնագործ տնային տեքստիլի հավաքածու։ 1995 թվական Տոգս ընկերության զարգացման նոր ուղղություն հիմնադրի թոռը Կոստաս Տոգսը նախաձեռնում է ընկերության մուտքը միջազգային շուկա։ Բացառիկ սպասարկումն ու անհատական մոտեցումը դառնում են Տոգսի ռազմավարության առաջնահերթությունները։ 2000 թվական Մոսկվայում բացվում է առաջին Տոգս ատելյեն, որտեղ առաջարկվում են դեկորի բոլոր տարրերի անհատական կարի բացառիկ ծառայություններ։ 2012 թվական Աթենքում ստեղծվում է կրեատիվ բյուրո, որտեղ եվրոպացի դիզայներների թիմը մշակում է Տոգսի գործվածքների եւ պատրաստի արտադրանքի հավաքածուների գաղափարները։ 2016 թվական բացվում է ֆլագման բուտիկը Նյու Յորքում 5-րդ պողոտայում։ 2021 թվականին Տոգսը գլոբալ ընկերություն է գրասենյակներով Հունաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում եւ Հնդկաստանում։ Օգտագործելով բարձրագույն որակի գործվածքներ եւ նյութեր, Տոգսը ստեղծում է տան տեքստիլի յուրահատուկ հավաքածուներ ամբողջ աշխարհում տեղակայված արտադրություններում, պահպանելով էկոլոգիական խիստ վերահսկողության եւ արտադրության ժամանակակից չափանիշներ, համագործակցելով վստահելի գործընկերների եւ լավագույն մատակարարների հետ։ 2024 թվական Տոգսը մտնում է ռազմավարական զարգացման նոր փուլ, ուղղվելով դեպի մերձավոր արևելքի շուկաներ, որտեղ ավանդական շքեղությունը հանդիպում է նորարարության եւ նոր տեսլականի հետ։ Մենք բացում ենք նոր գլխավոր գրասենյակ Դուբայում, ընդլայնվում ենք դիստրիբյուցիոն ցանցը եւ պահեստները, ապահովելով համաշխարհային շուկայում անզիջում ներկայություն։ Տարվա գագաթնակետը դարձավ Դուբայում առաջին Տոգաս տան բացումը 2200 քառակուսի մետր տարածքով։ Ավելի քան 140 բուտիկ եւ ատելյե ներկայացված են 18 երկրներում՝ Հունաստանում, ԱՄՆ-ում, Արաբական Միության Էմիրություններում, Ռուսաստանում, Կիպրոսում, Ավստրիա, Իսպանիա, Սաուդյան Արաբիա, Կատար, Կոտ դ'Իվուար, Հայաստան, Ռումինիա, Սերբիա, Բելարուս, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկիստան, Қырғызստան։ Մենք պարզապես չենք վաճառում գեղեցիկ եւ հարմարավետ տնային ապրանքներ։ Մենք օգնում ենք մարդկանց, ովքեր կարևորում են կյանքի որակի բարելավումը, ստեղծել իրական հարմարավետություն իրենց տանը նոր մակարդակի վրա։ Գրեթե 100 տարի մենք արտադրում ենք անզուգական տնային ապրանքներ, որոնք ոգեշնչում են մեր հաճախորդներին ստեղծագործաբար մոտենալ իդեալական հարմարավետության իրենց երազանքի իրականացմանը։ Ողջույն բոլորին, ես տեղափոխվում եմ Միլան, որտեղ տեղի ունենող Salone del Mobile միջազգային փառատոնը կապված ինտերդիզայնի բոլոր պարագաների հետ, սկսված կահույքից, սանտեխնիկայից եւ դեկորներից։ Շրջելու ենք այսօր այստեղ եւ իհարկե հանդիպելու ենք նաեւ մեր Հայաստանի մասնակիցներին եւ շատ ուրախ եմ, որ այսօր ինձ ուղեկցելու է իմ շատ լավ ընկեր, նկարիչ եւ դիզայներ Արամ Դանելյանը։ Դե ինչ գնանք Արամին հանդիպենք, շրջենք եւ ներկայացնենք ձեզ ամենահետաքրքիրը, ամենանորը ու թարմը։ Դե ինչ ողջույն մեր բոլոր հեռուստադիտողներին, Արամ Դանելյանը միացավ մեզ, ինչպես եւ խոստացել ենք, մենք գտնվում ենք Միլանում, Արամ, շրջելու ենք, շատ հետաքրքիր բաներ ենք բացահայտել։ Այո, եւ միասին պետք է կոմենտներ թողենք հեռուստադիտողների համար, որպեսզի նրանք էլ մյուս տարի այցելեն Միլան, ներկայանան այս հետաքրքիր միջոցառմանը եւ ինչու ոչ նաեւ գնումներ կատարեն։ Դե ինչ գնացիք։
Դե ինչ արանց մենք տեղափոխվեցինք ակին սրատ մի կողմ խոսեինք այս միջոցառման մասին, որը տարին է որ արդեն մասնակցում եք, եւ գիտեմ, որ արդեն դեր երիտասարդ դիզայներների հետ եք այս տարի այցելել, ինչը կարծեմ շատ տեխնիկի է դրանք համարնել են։ Կարեն, ես կարծում եմ, որ սա բավականին լուրջ իրադարձություն է դիզայներական աշխարհում, այստեղ ներկայացված են աշխարհի լավագույն բրենդները, թե կահույքի, թե դեկորների մասով, եւ սա մեծ հնարավորություն է դիզայներների համար նոր համագործակցություն գտնել եւ նոր մտքեր ձևավորել, որովհետեւ այստեղ ներկայացված են այնպիսի դեկորներ, այնպիսի տարեր էլեմենտներ ինտերիերի, որ միանշանակ հնարավոր է շատ մեծ օգնության հասնել մեր նոր ստեղծող ինտերիերներում։ Այո, ճիշտ նկատեցիր, մեր երիտասարդ դիզայներները Արմատի նույնպես ներկա են, իհարկե ոչ բոլորը, թիմը մեծ է, մի մասը այս տարի, մի մասը մյուս տարի ներկա կգտնվի, նորություն է, նոր է եւ առաջին անգամ մենք այդ ֆորմատով ներկա գտնվում այս միջոցառմանը։ Ես ու Արամը արդեն տեղավորվեցինք հարմար նոր քանկարժեք բազմաստերից մեկի։ Կարենը արդեն քիչ էր մնում վնասեր, ստարտափներ, բայց փրկվեցինք։ Արամ իրական հնարավորություն է նաև ոչ միայն մոտիկից ծանոթանալ, այլ նաև փորձարկել, հա, կահույքը, որովհետև շատ ազատ ձևաչափով տեղադրված է այս ամենը, կարելի է շոշափել, մի փոքր ինչու՞ չէ նաև վնասել, հասկանալու համար որակը։ Դա ինչ եք կարծում, ամեն տարի այս միջոցառումը լինում է, հա, Միլանում եւ չոր առումով նորաձևության, հա, ինտերիեր դիզայնի նորաձևության կահույքի աշխարհում նորամուծություններն է թելադրում տրենդները։ Արդյոք Հայաստանում իսկապես հետևում են այս ամենի։ Ես գիտեմ, որ տարուրա ավելի շատանում է, հա, դիզայներների քանակը, որ այցելում են այս միջոցառմանը, որովհետեւ մենք է շրջում ենք եւ տեսնում ենք բավականին ծանոթ դեմքեր։ Հետաքրությունը բավականին մեծ է, ես շատերին եմ ճանաչում, շատերին գիտեմ, ովքեր ներկա են գտնվել կամ գտնվելու այս օրերին այստեղ։ Իհարկե ես կարծում եմ ամեն տարի շատ ավելի շատ մեր հարգարժան եւ սիրելի դիզայներները ներկա կգտնվեն այստեղ։ Շատ լավ։ Դե մենք շարունակենք շրջել, ծանոթանանք եւ ներկայացնենք մեր հեռուստադիտողների առանց վնասելու խոստանում եմ։ Դե ինչ մենք արաբի շրջում ենք Milano del Mobile ցանցի շրջանակում, նոր տաղավար ենք բաց հայն է մեզ համար, Արամ այստեղ ինչ հետաքրքիր բան ես տեսնում։ Այստեղ մեծ ջահ տեսանք, մեզ գրավեց, երբ շատի նայում էին, որտեն հայտնվեցինք այս ջահի դիմաց։ Տեսեք, սա բարձր առաստաղների համար է։ Այո։ Որ կամ աստիճանաբանդակների վրա, կամ բարձր առաստաղով հյուրասենյակների համար է նախատեսված։ Կարծես եմ քո նախագծերում շատ գեղեցիկ կլինեն, որովհետև ունես մեծ առանձնատոմսեր։ Այո, դու տեսել ես։ Այո, ես տեսել եմ։ Բայց այստեղ շատ ավելի գայթակղիչ հետաքրքիր դեկորներ տեսանք, դա նկարներն են, մեծ կտավներ, Այո։ հայ սև պատի վրայի աշխատանի Աշխատ մինիմալիստական աշխատանք կարող է նաև քո նկարը լինել ինչու ոչ։ Այստեղ կարող է լինել ձեր նկարը։ Կարող է ձեր նկարը։ Այո։ Արամ նկատում ենք, որ կա մոնոխրոմ տենդենսը, հա, ավելի ինչպես Ավելի զգուշ գույների հարսում, բայց ամեն դեպքում բնական գույներ է։ Եվ ասրագույն ես տեսա իմ ամենասիրած դեկորը դա տրավերտինն է։ Դավեցի քարը, այո։ Եվ բիբլիոթեկը, գրադարանը, որը գրեթե բոլոր ժամանակակից լյուքս ինտերիերներում առկա է։ Հրաշալի լուծում է։
այստեղ հետաքրքիր դեկոր է ներկայացված, վարեն հիմա բրենդի մեջ է ներսում, շինությունների ներսում բուսականություն ցուցադրել։ Այո։ Հիմնականում սկսել են մեծ տարածքներում ծառեր ցուցադրել։ Էկո դիզայնի, հա, ինչ-որ միտումն է։ Հիմա ցուցադրենք մեր հերոստատիտողներին։ Այդ լուծումներից մեկն է, Ահա։ արհեստական ծառ եւ լուսավորության եւ ինչպես տեսնում եք նաեւ մեծացնում է, բարձրացնում է վիզուալ աչքի համար սովետարի բարձրությունը։ Արամ, կլոր սեղան շուրջ ենք մանստած, որը պատտվում է շատ գեղեցիկ ձևով, քարից, այո, կարծում ես իրական քար է, կարծում եմ արհեստական ինչ-որ նոր նյութ է, հետաքրքիր, օրգանական, միգուցե իրեն վերամշակված, նման է ամեն դեպքում ինչ-որ վերամշակված ջրի։ Արամ մենք տեղափոխվեցինք նոր տաղավար, երևի թե վենետիկյան Մուրանոյից պատրաստված, հա, ապակուս պատրաստված դեկորների, ջահերի, լուսավորության պարագաների տաղավար, շատ գեղեցիկ է, իմիջիայլոց այս մեր ետևում հենց շատ մեծ, ինչ է, ապակու կտորներով շատ մեծ կտորներով հավաքած լավ է, կարող է ցույց տա, անպայման եւ առաստաղն էլ շատ գեղեցիկ է, փոքրիկ ապակյա այսպես դետալներով, մեծ ջահ է պատրաստված եւ առհասարակ, այո, տեսեք ինչ հասարակ լուծումով ինչ հետաքրքիր բան է ստացել։ Ամենը ապակու տարբեր կտորներով խողովակներ են, չէ՞, տարբեր կողմաների եւ ամենը սովորական լույսի լամպեր բացած նավեր է։ Եվ կարծում եմ իտալական ստեղծագործ միտքը երբեք չի դադարի եւ անդադ զարմացնում է մշտապես։ իրոք շատ Մենք Արամի հետ տեղափոխվում ենք մեկ այլ տաղավար, որտեղ արդեն տեսնում ենք փայտի եւ էպոքսիդային խեժի համադրություններ, ինչու ոչ նաեւ միայն փայտ մետաղ։ Արան ինչ կասես այս մասին, նաեւ փայտ ապակի, հա, վերել։ ինչպես խոսում էինք, հիմա շատ ակտիվ կիրառվում է փայտի ինտերիերում, ինչպես միքսված տարբերակով, այնպես էլ մենակ միայն light։ Անեմ կհամաձայնվես, որ շատ հաճախ այս այկոնիկ հացպես կապիկի մասերը ինտերիերում այնքան ֆունկցիոնալ դեր չեն խաղում, այլ հիմնականում այսպես արտոբյեկտներ են ծառայում։ Ինչպես է վերաբերվում այսպիսի արտոբյեկտերի կիրառում ինտերիերներում եւ արդյոք կա ինչ-որ չափ, որ պետք է չանցնել։ Չափ միանշանակ կա, բայց արտ օբյեկտների շնորհիվ է, որ ինտերիերը իր ուրույն ոճն է սխալվում, յուրահատություն է ձեր։ Դրանից լուսապետ չի կարելի, այնուամենայնիվ պետք է ուշադրություն դարձնել ֆունկցիոնալությանը, դրա մասին պետք չէ մոռանալ։ Անպայման։ Ինչպես է վերաբերվում էպոքսիդային խեժին, այստեղ քայտի եւ շատ սպეციფიկ այ յուրահատուկ խեժի ոլգա գալիս այս սրահից։ Սիրում ես այդ համադրությունը փայտի։ Համադրությունը գեղեցիկ է, բայց շատ նույնպես սպეციფიկ է, ոչ բոլորն են սիրում։ Օրինակ դու սիրում ես։ Անկեղծ ասած, շատ զգուշությամբ է վերաբերվում, որովհետեւ կարծում եմ, որ շատ թանկ է իրականում խեժի կիրառումը այն էլ այսքան մասշտաբային մեծ սեղանների պարագայում եւ երբեմն ոչ արդարացված, բայց շատ գեղեցիկ է իհարկե։
Եթե տեսնում ենք դեկորներ, կրկնություն կարծես թե այս տարի միտում է, նույն առարկայի կամ դետալի կիրառում է ինտերիերում մի քանի տարբերակներով։ Ինչ կասես սրա մասին, սա նորմալ է, թե այսինքն հավաքական այդքան էլ ոչ է, բայց այս տարի շատ ակտիվ է ներկայացված։ Դու հիշում ես, հենց նոր մենք տեսանք ապակու կիրառմամբ, այո, նմանատիպ դեկորներով ստացել են հետաքրքիր գեղեցիկ պար, միանշանակ է փոխադիտումները կգնահատեն միանշանակ, այո։ Ես կարծում եմ նոր տրենդ է, որը որ ապագա ունի։ Շատ լավ։ Արամ, կարծես թե մարդկանց խոսքը չի պակասում։ Արդեն մենք միայն այսքան մարպեսենուց հոգնում ենք, որովհետև հազարներով անընդհատ գալիս են, անընդհատ շարժ, տպավորությունը որ ինչ-որ միկրոքաղաքում են գտնվում։ Աշխարհի բոլոր դիզայներները։ Այո, որտեղ աշխարհի բոլոր հայտնի անհայտ երիտասարդ դիզայներները հավաքվել են եւ մեկս մյուսով ողջևորվում ենք, ուսումնասիրում ենք նաև շատ հայր տեսանք։ Այո, շատ նաև հայ դիզայներներ են այստեղ։ Շատ հետաքրքիր է, շատ կարծում եմ հետաքրքիր համայնք է ձևավորվում, նոր ընկերներ ձեռբերելու նաև, որովհետև հենց այսպիսի հարթակներում է, որ ճանաչում են տարբեր երկրների դիզայներներ, համագործակցում են միմյանց հետ եւ ինչու ոչ նաև ու Երանում։ Ես առաջարկում եմ փնտրեք նոր աղավարներ։ Գնացինք։ Դե ինչ մենք տեղափոխվեցինք Պիերո Ֆորնասետի ատելյե արդեն, լեգենդար մի վայր, որտեղ ժամանակին հայտնի իտալացի նկարիչ Պիերո Ֆորնասետի ստեղծագործում էր եւ սա հանգարանային հատվածն է ոչ խանութի, այնպես որ եթե այցելեք Միլան, անպայման այցելեք նաեւ հանգարան, բայց անպայման պետք է ունենաք appointment, որովհետեւ սովորական այցելների համար մուտքը փակ է, բայց իմ ու Արամի համար բոլոր վայրերը այսօր Միլանում այո։ Արամ ինչու ենք այստեղ, որովհետեւ ուզում եմ խոսել հենց հարվեստի կիրառումը ինտերիերում, հա, ինչպես հաջողվեց օրինակ Պիերո Ֆորնասետի ժամանակին իր ստեղծագործություններով պատրաստել ամեն ինչ, հա, կիրառել այն թե քաուիքի որպես տպագրությամբ ձևաչափով, թե տեքստիլի ձևաչափով, թե լամպերի, վազաների, դեկորների բազմաթիվ։ Արդյոք Հայաստանում հնարավոր է մի օր հենց դուք որոշեք առաջինը լինեք եւ ստեղծեք նման դեկորներ ձեր աշխատանքների պատկերներով։ Խնդրում եմ վախենքներ մի բացահայտեք, կարեմ միանշանակ այդ մասին դեռ մենք խոսանք, իսկ ինչ վերաբերում է արվեստի գործերին, այո, ձեր նշած տաղանդավոր անձնավորությունը կարողացել է իր աշխատանքներից, ստեղծագործություններից ըստ էության ստեղծել ինտերիերի բոլոր դեկորները։ Այո, եւ ջերոց այնպիսի դեկորներ, որոնք ժամանակակից ինտերիերի աշխարհում, հա, ինտերիեր դիզայնի աշխարհում այկոնիկ աշխատանքներ մրցակից չունեն, իսկապես։ Դե ինչ Արամ, հրաժեշտ ենք տալիս մեր ուսանողների Միլանից, հուսանք մեկ այլ երկրում կհանդիպենք միասին Ազերբայջանում եւ կներկայացնենք ամենահետաքրքիրը ինտերիեր դիզայնի աշխարհից։ Կհանդիպենք, դա մնացեք։ Տունտեղ հերոսանախագծի այս եթերաշրջանում մենք ուրախությամբ շարունակեցինք մեր համագործակցությունը Տինտակոլ ընկերության հետ, ներկայացնելով ընկերության թե նոր, թե արդեն իսկ բոլորիս ծանոթ ապրանքատեսականին։
Ողջույն, Armenia TV-ի եթերում կրկին տուն-տեղ հեռուստանախագիծն է իր Smart Design խորագրով, եւ ես Քրիստինան։ Այսօր շարունակում ենք ցածրահոս համակարգերի թեման եւ խոսելու ենք այն ենթակառուցվածքների մասին, որոնք ապահովում են կապը եւ տվյալների փոխանցումը։ Եթե նախորդ հաղորդման ընթացքում մենք խոսում էինք տեսահսկման, հրդեհային եւ մուտքի համակարգերի մասին, ապա այսօր կխոսենք այն հիմքի մասին, որի վրա աշխատում են այս բոլոր լուծումները։ Սկսենք Structured Cabling System-ից, կամ SKS, հայերեն կառուցվածքային մալուխային համակարգ։ Սա շենքի կապի հիմնական ենթակառուցվածքն է։ Այն ապահովում է տվյալների, ինտերնետի, հեռախոսակապի եւ այլ համակարգերի անխափան աշխատանքը։ Պարզ ասած, սա այն մալուխային քարտեզն է, որը կապում է բոլոր սարքերը։ Եթե այս համակարգը ճիշտ նախագծված չէ, առաջանում են մի շարք խնդիրներ՝ դանդաղ կապ, խափանումներ կամ ընդլայնման սահմանափակումներ։ Բայց եթե այն ճիշտ է կառուցված, շենքը պատրաստ է ցանկացած նոր տեխնոլոգիայի ներդրման համար։ Երկրորդ կարևոր ուղղությունը Voice Alarm ձայնային ահազանգման համակարգերն են։ Սրանք օգտագործվում են հատկապես մեծ տարածքներում՝ հյուրանոցներ, առևտրի կենտրոններ, գրասենյակներ։ Այս համակարգերը թույլ են տալիս ոչ միայն հայտարարություններ անել, այլև արտակարգ իրավիճակներում ուղղորդել մարդկանց։ Օրինակ, տարհանման ժամանակ հստակ ձայնային հաղորդագրությունները կարող են թույլ տալ խուսափել խուճապից եւ ապահովել մարդկանց անվտանգ շարժը։ Երրորդը ներխուժման ազդանշանային համակարգերը Intrusion Systems։ Դրանք նախատեսված են անթույլատրելի մուտքը հայտնաբերելու համար։ Սենսորները արձագանքում են շարժմանը, դռների բացմանը կամ այլ փոփոխություններին եւ անմիջապես փոխանցում են ազդանշանը։ Այս համակարգերը լայն կիրառություն ունեն ինչպես բիզնեսում, այնպես էլ բնակարաններում։ Կարևոր է հասկանալ, որ այս բոլոր համակարգերը պետք է աշխատեն միասին։ Կառուցվածքային մալուխային համակարգը ապահովում է կապը, տեսահսկումը, վերահսկումը, իսկ անվտանգության համակարգերը ամբողջական պաշտպանություն։ Երբ այս ամենը ինտեգրված է, ստացվում է ամբողջական եւ արդյունավետ միջավայր։ Team Systems-ում մենք կառուցում ենք այս ենթակառուցվածքները այնպես, որ դրանք լինեն ոչ միայն հուսալի, այլ նաեւ ճկուն ապագայի համար։ Այսինքն, դուք կարող եք հեշտությամբ ավելացնել նոր սարքեր եւ համակարգեր առանց ամբողջական համակարգը փոփոխելու։ Սա հատկապես կարևոր է արագ զարգացող տեխնոլոգիաների աշխարհում։ Շենքը պետք է պատրաստ լինի փոփոխությունների։ Հաջորդ հաղորդման ընթացքում մենք խոսելու ենք նորարարական լուծումների մասին գրասենյակների համար, ինչպես կարելի է դարձնել աշխատանքային միջավայրը ավելի խելացի եւ արդյունավետ։ Իսկ դուք շարունակեք մնալ մեզ հետ, եթերում տուն-տեղ հեռուստանախագիծն է։ Տուն-տեղ հեռուստանախագիծը սկսում է նոր համագործակցություն Noho Furniture ընկերության հետ։ Ընկերությունը մասնագիտացված է ցանկացած տեսակի փափուկահույքի պատվերով պատրաստման մեջ։ Այն առաջարկում է բարձրորակ եւ գործնական լուծումներ, համադրելով ժամանակակից դիզայնը, հարմարավետությունը եւ երկարակեցությունը։ Յուրաքանչյուր նախագիծ իրականացվում է բարձր պրոֆեսիոնալիզմով, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի։ Noho Furniture-ը պատրաստ է կյանքի կոչել նույնիսկ ամենանուրբ եւ յուրահատուկ գաղափարները, ապահովելով որակի, գնի եւ հարմարավետության օպտիմալ համադրություն։ Ընկերության արտադրամասում օգտագործվում են բացառապես բարձրակարգ եւ դիմացկուն նյութեր, իսկ յուրաքանչյուր պատվեր իրականացվում է ամբողջությամբ անհատական մոտեցմամբ, հաշվի առնելով ինչպես ինտերիերի պահանջները, այնպես էլ դիզայներների եւ հաճախորդների ստեղծագործական տեսլականը։ Եթե փնտրում եք վստահելի եւ ստեղծագործ գործընկեր, ապա Noho Furniture-ը հենց այդպիսին է։